Բարև ձեզ տիկին Այդա, շատ շնորհակալ եմ եւ ներողություն եմ խնդրում ձեզանից, որ նորից պետք է ետ գնանք եւ խոսենք այն չարաբաստիկ միջադեպի մասին։ Տիկին Այդա, ձեզ պիտի խնդրեմ, որ ներկայացնեք ինչ է տեղի ունեցել միջադեպի օրը, ապրիլի 23-ին երեկոյան, ով ձեզ զանգահարեց եւ տեղեկացրեց այդ միջադեպի հետ կապված եւ հետո ինչ տեղի ունեցավ։ Չարաբաստիկ օրը դա ապրիլի 23-ն էր։ Նախատոնական էր, ես գործից տուն էի գալիս պարգևի հետ միասին, մեքենայով ենք եղել երկուսով, հոր դանձրևեր։ Ճանապարհին զանգեց Հրաչյան, իրենց մանկության ընկերը, որը ծառայում է այս պահին բանակում Շամշադինի զորամասերից մեկում։ Հրաչյան զանգեց, կանչեց, պարգևը չէր ուզում գնալ, որտեղ գործ ուներ, գալու էր տուն, մեքենայի վրա գործ ուներ անելու, բայց հետո դե համոզեց, տղայի անկերա, չուզեց մերժի, ասեց մամ դարպասները բաց թող, 15 րոպեից գալիս եմ, ուժեղ անձրև էր գալիս, այդ 15 րոպեն շատ անգամ եմ ասում եղավ ճակատագրական պարգևիս համար, կես ժամ հետո զանգ ենք ստացել մեծ որդուցս, որ պապ հասեք հիվանդանոց, ինչ-որ կռիվ է եղել, պարգևը, ծանրավիճակը, հասեք։ Պարզվեց հետո Հրաչյան կանչել է ինչ-որ գնան թուղթ վերցնեն, ինչ-որ կողքի փողոցից, թե տպագրատնից, ինչ-որ թուղթ վերցնեն իր համար, պարգևին կանչել է, որ գնան միասին ինչ-որ բանի հետևից։ Թե չէ ոչ մի ավելորդ խոսակցություն, ոչ մի նախապես վեճ, կռիվ, պարգև։ Ձեր մեքենայով են գնացել այդ օրը։ Մեր մեքենայով են գնացել։ Վարկած կա, որ նաև Հրաչյանն է եղել մեր մեքենայի ղեկին։ Վարկածներ շատ կան, բայց ցավոք։ Չեք զրուցել Հրաչյայի հետ, չեք փորձել ճշտել ինքն է եղել ղեկին, թե ի վերջո պարգևն է եղել ղեկին։ Հրաչյան առաջին օրը դեպքի եղբայրներիս, որդուս, պատմել է իսկությունը, ովքեր են եղել, ոնց է եղել, որ Պսիմեի խաչմերուկը հատելիս դեպի ձախ շղճադարձ անելիս ջրել են Գոջու ավագ որդուն, Գուրգեն Առաքելյանին, որը կնոջ հետ միասին կանգնած է եղել իբրև լուսավորի տակ։ Այո։ Ջրել են, պատուհանը բաց է եղել մի փոքր, դե բնականաբար վստահ եմ նաև, որ Գոջու որդին, ավագ որդին լկտի ձևով երևի փորձել է ինչ-որ բան ասի, որ Հրաչյայի ասելով, պարգևն ասել է պատուհան կա, փակ պահի, անձրևա, Հրաչյայի խոսքերն են, դե երևի հետո արդեն դա դուր չի եկել Գոջու որդուն, թե ոնց ես, ինչ հանդուգն երիտասարդ ես, Հրաչյան է պատմել, բայց ցավալին է։ Այսինքն փոխադարձ այսպես փորձել են պատասխանել եւ Սենց ինչ-որ Հրաչյայի ասելով, հա, սենց ինչ-որ թեթև խոսակցություն, իրենք շարունակել են ճանապարհը, դա ասել է դե գնացեք 7-րդ դպրոցի մոտ։ Ով է ասել։ Գոջու ավագ որդին, Գուրգեն Առաքելյանը։ Դե վարկածներ կա, որ ինքը զանգել է մյուս երկու Վալերի։ Այսինքն կանչել է 7-րդ դպրոցի մոտ, որ շարունակեն այդ խոսակցությունը։ Հավանաբար, ինչ հանդուգն երիտասարդներ եք, այդ ոնց եղավ, դուք ջրեցիք, դուք ով եղաք երևի, որ ջրեցիք ինձ։ Հրաչյայինք ապրում են Հոկտեմբեր փողոցում 7-րդ դպրոցի հարևանությամբ եւ խանութ ունեն այդտեղ։ Որդիս այդտեղ կանգնած են եղել։ Դա արդեն Հրաչյայի տատիկի պատմելով, որ իրենք կանգնած են եղել, երբ նրանք դե բնականաբար զանգ ստանալով ավագ եղբորից դուրս են պրծել, իրենք խանութ ունեն Հրուշակեղենի եւ Խորովածանոցի։ Այդ պահին իբրև մեքենա է կանգնած եղել, որի վարորդը եւս մի երիտասարդ, անունը չգիտեմ, խանութում քաղցրավենիք գնելուց է եղել, որին խնդրել են իրենց հասցնի այսինչ տեղը 7-րդ դպրոցի մոտ։ Կան վկաներ, ուր են վկաների ցուցմունքները։ Վարորդը իրենց հասցրել է այնտեղ։ Ծեծ կրտուկ է եղել, իրենք իջել ու անմիջապես հարցրել են ով այս մեքենայի տերը, որդիս բնականաբար ասել է ես եւ այդտեղից հարցակվել են ու սկսել ծեծել որդուս, դաժանաբար ծեծել են։ Կան տեսախցիկներ, որոնք իբրև ինչ-ինչ հանգամանքներում այդ օրը բոլորը կայծակահարվեցին, բայց քննիչների ասելով բոլորն առգրաված են, ուղված են
տարվել են հետաքննության, ինչ-որ փորձաքննության, հա։ Բայց կա մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ոնց են խփում, կան վարկածներ, որ ձեռքների Դուք տեսել եք այդ տեսանյութը, թե ինչպես են ծեծի ենթարկում։ Քանի հոգի է մասնակից եղել կոնկրետ այդ։ Դե կադրում 3, մեկը ծառի հետևից, տենց 3-4 հոգի երևում են։ Հրաչյայի ասելով իբրև 4-ն են եղել, 2-ն իրեն են խփել, 2-ը պարգևին, բայց հաջորդ իսկ վայրկյանին ոստիկանությունում Հրաչյան ասում է չեմ ճանաչում։ Այսինքն 3-4 հոգին եղել են Առաքելյանների կողմից։ Հավանաբար, հա։ Հավանաբար մեծն էլ հասած լինի երևի թե։ Դուք այդ 3-4 հոգուն, որ տեսել եք կադրում, Տիկին Այդա, չեք ճանաչում ովքեր են դուք։ Չէ, կադրը հեռվից է, ես իրենց էլ չեմ ճանաչում, բացարձակ, ճիշտ ապրում են Հայրականստան հարևանությամբ, բայց դեմքներով չեմ ճանաչում, իհարկե տեսել եմ, որ անկյունում կանգնած են առավոտից իրիկուն, բայց տենց որ ասեմ դեմքերով տարբերում են որը որն է, չէ, երբևէ սկի բարևել չեմ տվել անցնելուց, բայց իրենք շատ լավ ճանաչում էին եւ ինձ, եւ այդ մեքենան, եւ որդիներիս, գիտեք ծիծաղելին որ հայտարարում են, բայց չենք իմացել, որ ձեր երեխան, այսինքն կապ ունի ում երեխան է։ Դա ինչ կապ ունի, իմը չի, Պողոսինն է։ Դեն արել։ Փորձեիք խոսքով լուծել, լավ մի թաթալոշ տվեցիք։ Գիտեք, պարգևեն տեսակ մարդկանցից է, բազմաթիվ գրառումներ իր ընկերներն են անում իրենց էջերում, կարող եք ինքներդ էլ թերթել եւ կարդալ։ Ես առհասարակ ուսումնասիրել եմ մի փոքր ինչ։ Այն տեսակի երիտասարդ է, որ արդարության ջատագով էր ինքը։ Եթե ինքը սխալ լիներ ու ինքը ընդունում էր, որ ինքը սխալ է, ինքը անպայման ներողություն էր խնդրում իր սխալի։ Այսինքն Պարգևը եւ Հրաչյան եղել են 7-րդ դպրոցի տարածքում, հա, ճիշտ հասկացա։ Միանգամից Առաքելյանները եկել են դպրոցի տարածք։ Որևիցե միտում ունենալու, որ այս խոսակցությունը շարունակություն է ունենալու, որովհետև տեսեք կինենք խոսում ենք, ես էլ մայրեմ մի հատ տրամաբան ենք, եթե դա ինչ-որ ագրեսիա լիներ ու Պարգևն ու Հրաչյան, Պարգևը սպասեր, որ սա ինչ-որ ընթացք է ունենալու, իրենք էլ կորած տղաներ չեն, ընկերներ ունեն շատ լավ, անպայման կզանգեին։ Այսինքն նախապատրաստված չեն եղել, որ որևէ վեճ պիտի որովհետև հաստատ զանգեր եւ ընկերներին, որ ինչ-որ խոսակցության մեջ են ընկել տղաներ բացարձակ այդպիսի տեղեկություն, բացարձակ չկա։ Հրաչյայի տատիկի ասելով իրենք եկել կանգնել են խանութի մոտ են կանգնած եղել, երբ դրանք եկել են ու հարձակվել երեխեքի վրա, դե Պարգևի վրա։ Ինչ է պատմում Հրաչյայի տատիկը, որ ճանաչել է փաստորեն ովքեր են եղել այդ ծեծի մասնակիցները։ Առաջին օրը կարևոր է, ինչ էր պատմում այդ օրը։ Ասել են, որ չեն տեսել, չեն ճանաչում, ինքը տեսել է, որ իր թորանն են խփում ուզել է օգնի, հետո է տեսել, որ Հրաչյանն իբրև գոռացել է Պարգևն է տատ ու գիտեք տատիկի ասելով ու վկաներ կան, փողոցի տղամարդիկ Պարգևին դրել են մեքենան հասցրել հիվանդանոց, մարդիկ ասում են, որ դե հիմի չգիտեմ, գոջու տղաներից, թե այդ վարորդը, ով իրենց հասցրել է այդտեղ դեպքի վայր, ասել է հոպար, այս գետնին գացի վիճակը լավ չի, հասցրեք հիվանդանոց, մարդիկ բառացի սենց ցուցմունքներ են տալիս։ Ով է հասցրել հիվանդանոց մեքենայով Պարգևին Անունները չգիտեմ, բայց այդ անկյունում ապրող մեկը Հրաչյայի հորեղբայրն է գալիս, հարևանությամբ կանգնած տղամարդիկ։ Ճիշտ անձրև էր, բայց այդ անկյունում միշտ մարդաշատ է եղել Գայանե ջան։ Այսինքն վկաների պակաս չկա եւ բազում ականատեսներ են եղել այդ դեպքին կոնկրետ։ Ուղղակի այստեղ մարդկային խիղճը պիտի խոսի։ Իհարկե։ Ու մեր ոստիկանների ճիշտ վարվելաձևը, որ ոչ թե վախեցնեն, որ գոջու որդիների անունը հանկարծ չպղծեն, արդեն պղծված իհարկե։ Ես ուղղակի չեմ կարող
ինչ-որ արդարացում տալ են մարդկանց, ովքեր փորձում են կոծկել, լուրեր կա երեկվանից, որ դանակ ա եղել։ Այո, որ մի տղամարդ ով ասում էր, որ հեռավոր ինչ-որ ազգականներից էր Փաստորեն Առաքելյան ընտանիքին եւ ասաց, որ դանակի արկայության մասին էր խոսում, որ դանակի գործադրման պարագայում Պարքևի մոտ դանակ է եղել եւ որ այս ամենը իր խոսքից փաստորեն ընկալվում էր, որ ինքնապաշտպանության են դիմել նրանցից, ով որ եղել է ներկա, որ ինքը ոչ մի կերպով չի տիրապետում իրականությանը։ Նախ ղեկին եղել է ավագ որդի Գուրգեն Առաքելյանը։ Վստահաբար գիտեք, որ այդպես է եղել։ Ինքն ա եղել կնոջ հետ։ Ու հետո երբ ոնց հասցրեց, ինքը գիտի, եթե ինքը գիտի, մենք ինքներս ուզում ենք պարզել, թող գա ցուցմունք տա, եթե այդ տեղեկությունն ինքը այդքան վստահ համացանցում պնդում ա, որ դանակ ա եղել Պարքև Հակոբյանի ձեռքին, տեսանյութեր կան։ Քննիչները բոլոր նյութերը հանում են, չգիտեմ, քննում են, հույս ունեմ արդար կերպով են քննում այդ ամեն ինչը, թող բերեն, թող ապացուցեն, ուր ա դանակը։ Միգուցե դանակ եղել ա ու բերել են Առաքելյան եղբայրները, ես ուզում եմ պարզել դա, որպես մայր։ Բերել են, իրենք էլ տարել են։ Կասկածում եք, որ հնարովի վարկած են փորձում առաջ քաշել, հա։ Եթե առաջ են քաշում դանակի գործոն ու հավանաբար իրենց իրավաբանը շատ հմուտ այս գործում, որովհետև բազմաթիվ խուլիգանություններից ազատում ա միշտ Առաքելյան եղբայրներին, հավանաբար միտք ա տվել, որ ասեք դանակ ա եղել, ուր ա դանակը։ Գայանե ջան, կադրերից այդ մի վիդեո ունենք, համացանցում էլ դրած, որ շատ պարզ երևում ա իրենց հարվածները, Պարքևի ընկնելը, Պարքևի վերկանալը, նորից ընկնելն ու իրենց ոտքերով հարվածել իմ որդուն։ Ու ոնց է պատկերացնում, ինչ եղավ դանակը, հոդս ցնդեց այդ դանակը, ինչի դանակը դեպքի վայրում չի, ուր է այդ դանակը։ Եվ հետաքրքիր էր, որ այդ դանակի վերսիան առաջ քաշվեց այն բանից հետո, երբ որ հանրային հնչեղություն ստացավ այս միջադեպը, այս ողբերգական դեպքը։ 13 օր Պարքևը գտնվել է ծանր կոմայի վիճակում։ Այստեղ անգամ բժիշկները շտապօգնության մահ են արձանագրել, կլինիկական։ Գանգոսկրային չէ վնասվածքներ են։ Գանգոսկրը կոտրվածքներ կան, ուղեղի այտուց, ուղեղն ամբողջ արյան մեջ ա եղել։ Պատկերացրեք ինչ հարվածներ են եղել։ Հարվածները մահացու են եղել։ Դե բարկացներ կան, որ ասում են գետնին է ընկել, մի հատ խփել են, հարվածել են, այսպես նաև տեսակետներ են սկսել շրջանառել, որ մի հարվածից ընկել է գետնին, գլուխը հարվածել է գետնին, վնասվել է, չգիտեմ, այսպես Արգելիներս գոյություն ունի տեսանյութ, որը համացանցում արկա է, խնդրում եմ նայեք։ Դաժան ծեծ ա, խփում են, ընկնում ա, նորից ա վերկանում։ Ու հնարավոր է վարկած կա, որ այո, ձեռքներին եղել է բութ գործիք։ Սպասում ենք դատաբժշկական քննությանը, որ տեսնենք ինչ կասի, ինչ կգրի բժիշկը։ Չգիտեմ, մտավախություն ունեք, հա, դատափորձագիտական քննության արդյունքների հետ կապված։ Ոչ, իրենք իրեն Երևանում են։ Դատաբժշկական փորձաքննությունը մեր պնդմամբ Երևանում է անցել, մենք չենք ուզել անգամ դա բերել Էջմիածը, որովհետև անվստահությունը բավականին մեծ է։ 13 օր գրեթե ոչինչ չի արվել։ Ամբողջ քաղաքը հաջորդ օրը խոսում էր, որ գոջու որդիները կռվի մեջ են ու կան տուժած երիտասարդ։ Ոստիկանները ոչինչ չէին անում։ Հարցաքննության էին Գայանե ջան կանչվում իմ հարազատները, եղբայրներս, ինձ, ծնողներիս, հարսիս, հարցադրվում էին հարցեր, որ ծիծաղելի է։ Հորդորում էին ինձ ուժ գտնեմ գնամ Հրաչյանց տուն, պարզեմ իսկությունը ոնց ա եղել, պատկերացնում եք։ Ասենք ասում եմ դուք ոնց եք պատկերացնում։ Ծանր իրականության հետ գործ ունենք ցավոք սրտի։ Այո, ծանր իրականության հետ։ Եղբորս, եղբայրներիս անուններ են տվել, որ ոնց դուք չգիտեք, ուզում եք ասենք ովքեր են եղել, գոջու տղերքն են եղել։
Այսինքն դուք հրահրում եք ինչի, որ քեռիները գնան փորձեն պարզել, որ դուք էլի հերթական ձևով կոծկեք, բոլորը լավ են ճանաչում գոջու որդիներին, հարցրեք էջմիածնում։ Հիմա նենց բոլորը սենց ինչ-որ դիմակներ են հագելու։ Այսպես ակտիվություն է նկատվում նաև եւ համացանցում եւ նաև չեմ թաքցնում արդար լինեմ մեզ էլ էին բազում նամակներ էին հղել այս մի քանի ժամերի ընթացքում որ գիտեք իրականում Արաքելյան ընտանիքի տղաները որևէ պատմությունների մեջ այսպես չեն հայտնվում որ նրանք որևէ ինտրիգներում եւ որևէ այսպես սկանդալներում երբևէ չեն եղել եւ այլն եւ Արաքելյան եղբայրներից ավագը 6 թե քանի հրազենային կրակոցից 1 փամփուշնա կպել եմ պատկերացնում ոնց են այս քաղաքում ինչ երեսով են դուրս գալիս Այսինքն ձեր տեղեկություններով շատերն են դուժել այդ ընտանիքի զավակներից Այո բազմաթիվ վեճեր որոնց մեջ եղել են իրենք դանակահարություն իրենցից մեկն էլ է դանակահարվել հիվանդանոցում պարկած ա եղել Մեծ որդին Ռուսաստանի Դաշնությունում էլ հետախուզման մեջ է։ Հայաստանը գողտրիկ անկյուն էր, որ այստեղ սպարվեն իրենց հետագա կեղտոտ գործերը անելու համար։ Չեն ծառայել հայոց բանակին։ Երկու որդիներս էլ Մոսկվայից եկել գնացել են բանակ։ Ինչով են լավ տղային տղաներից։ Ինչով են լավ տղային 5000 երեխեքից անմեղ զոհերից որոնք եռաբլուրում թաղված են ու ուզում եմ հասկանալ ինչու պիտի Պարքևի եղբայրը Վանա Հակոբյան 44 օրյա պատերազմի մասնակից է ճիշտ է եւ գիտեմ որ նաեւ վիրավորումներ ունի Այո ծանր վիրավորումներ ուներ հաշմանդամություն ուներ 3-րդ կարգի Այո Որից իհարկե կտրել են ասելով որ գնա առողջ ես այդ դեպքում էլ չեմ չարանում մեր երկրի վրա մեր հայրենիքն է մենք Պարքևի համար ենք եկել երկուսի համար ենք եկել որովհետև իրենք չուզեցին ծառայությունից հետո հետ գալ Մոսկվա ասեցին եկեք մեր հայրենիքում այնտեղ էլ է պատերազմ այստեղ էլ Ամուսինս նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է ու գերադասեց լինի հայրենիքում, եթե պատերազմ լինի իր որդիների կողքին ու փոքրիկ որդի ունենք 5 տարեկան Արեգը, որ եղբայրներին շատ էր կարոտում, ինքը շատ զգայուն երեխա է, վերջի մի քանի օր այնքան զգուշությամբ է Պարքև անունը տալիս Պատին իր նկարներն են, որ երկու նկար ասեց ես մամ սրտերա, Պարքևի սրտերն եմ նկարել, որտև ասել եմ Պարքևը հրեշտակ է դարձել թռել երկինք, հանձնարարություն ունի, կգա, բայց մի փոքր ուշ, որ գոնե երեխեն թող սպասի եղբորը, թող սպասի։ Մենք էլ ենք դառը իրականության հետ Գայանե ջան ապրում ենք ամեն օր մեզ խաբելով, աշխատում էր օդանավակայանում ու ինձ Գիտակցաբար տրամադրում են, որ ինքն առավոտյան գնաց գործի, երեկոյան կվերադառնա։ Ինչ նպատակներ ուներ տիկին Այդա Պարքևը։ Երազանքները շատ էին։ Այստեղ ուզում էր տուն առնել, որ ունենայինք մեր սեփական տունը։ Արեգին դպրոց պիտի տաներ սեպտեմբերի 1-ին, բայց ամենամեծ ու կարևոր երազանքը դա տուն առնելն էր, որ տուն ունենանք։ Հետո նոր կին, ընտանիք Երիտասարդ էր շատ լուսավոր երեխա էր, բարի, ազնիվ, հայրենասեր։ Երբևէ խնդիրներ առհասարակ ունեցել է Արաքելյանների կամ առհասարակ շրջապատում, ընկերական շրջապատում կամ Էջմիածին քաղաքում, հա նկատի ունեմ այդպես սկանդալների մեջ երբևէ հայտնվել է Պարքևը, բայց մասնավորապես կուզենայի իմանալ Արաքելյան ընտանիքի զավակների հետ որևէ շփում, կոնտակտ ունեցել է թե ոչ։ Որդիների հետ ոչ մի կոնտակտ, ոչ մի շփում, անգամ չգիտեմ անցնելուց բարևել են թե չէ, որովհետև իրենց պապիկի հարևանն են։ Իսկ ընդհանրապես բայց շփումների մեջ չեն եղել որևէ տեսակի։ Ոչ, չեն եղել։ Իսկ քաղաքում ոչ մի խուլիգանական խոսակցության մեջ իմ որդիների անունները չի շոշափվել երբեք։
Երբ ինձ կանչեցին Արմավիր քննչական վարչության պետի մոտ, ինքը իր խոսքերն եմ ասում, ասեց ուզում ենք ինչ-որ բան գտնել տիկին, բայց ապշում եմ, որ ոչ մի աղջկա հաշիվ, տղայական ռազմորկա, ոչ մի կերպ Պարքև Հակոբյանի անունը չի լինում կապել ինչ-որ վիճաբանության, տղայական խոսակցությունների մեջ։ Տիկին Այդա, դուք ձեր խոսքում վերադառնալով միջադեպին եւ անդառնալի հետևանքներին, ես մի բան եմ ուզում նաեւ ձեզանից ճշտել, հա, ինչ վարկածներ են շրջանառվում, օրինակ դուք նշեցիք, որ խոսում են այդ հարվածը Պարքև Հակոբյանին հասցվել է բուտ գործիքի միջոցով, օրինակ ինչ վարկածներ կան, ինչով են փորձել խփել, հա, ինչ տեսակ գործիք կարող է բուտ գործիք, հայերեն տարբերակը չգիտեմ, բայց ռուգատկա հայտնի գործիքի մասին է խոսքը, կան վարկածներ, բայց ես միայն ուզում եմ արդար դատավարություն լինի, եթե դանակի վարկած կա, խնդրում եմ, գտեք այդ դանակը, հեռու ազգականին խնդրում եմ, եթե ունես այդպիսի ստույգ տեղեկություն, արի, գնա։ Դե կարծում եմ իրավապահները եւս պետք է այդ հայտարարությունների հետքերով գնան, որովհետեւ ամեն մի մանրուքը, ամեն մի դետալը կարեւոր է ողջ իրականությունը ջրի երես հանելու եւ իրավական նաեւ գործընթացը պատշաճ կերպով։ 13 օր իրենք կանգնած են եղել իրենց խաչմերուկում, իրենց խանութի դիմաց շարունակել են իրենց գործնեությունը 13 օր, մենք գնացել եկել ենք իրենք այդտեղ կանգնած են եղել, ամբողջ քաղաքն էր դրա մասին խոսում, հնարավոր չի չգտնվեին պատճառներ, բերման ենթարկել, ինչ-որ կերպ, չգիտեմ, Նաև կանխարգելիչ գործողություններ պետք է իրականացվեին, որովհետև տեղի էր ունեցել սպանություն, ես կասեի, դիտավորյալ սպանություն։ Դուք դիտավորյալ մեծ որդի, եղբայրներիդ ուղարկել ես հաշվեհարդարի ու ուզում եմ, չգիտեմ, հասկանալ, հիմա այսօր Պարքևի մահվանից, չգիտեմ, 15 րոպե առաջ թե հետո փոքր եղբայրը Գոռ Առաքելյանը գնացել է հանձնվել ու ամբողջ մեղքը վերցրել իր վրա։ Ուզում եմ հասկանալ մեծ եղբայրն ինչ խղճով կապրի, երբ որ ինքը եղել է դրթողը։ Մյուս եղբայրը քննիչների ասելով ունեն հավաստի ապացույցներ, որ երկուսի հանդեպ էլ արդեն հետախուզում կա եւ կասկածում եմ, որ Վալերիկ Առաքելյանը հնարավոր արդեն սահմանը հատել է մեր բարի ոստիկանների օգնությամբ, որ շատ լավ գիտենք բոլորս էլ տարբերակներ, թե ոնց կարելի է Վրաստան-Հայաստան սահմանը ոտքով ինչ-որ ձևով հատել։ Այսինքն այս պահին Հայաստանում չի գտնվում Վալերիկ Առաքելյանը։ Ենթադրում եմ, որ չէ։ Ավագ որդին չեմ կարող ասել, որովհետև դրսում հետախուզման մեջ է, բայց կասկածում եմ, որ միջնեկ որդին լինի Հայաստանում։ Տիկին Այդա, դուք ասացիք, որ 10 օրից ավել, 13 օր, հա? 13 օր, դուք փաստորեն եղել եք հիվանդանոցում, ծանր ապրումներ, ծանր հոգեվիճակ, կյանքի ու մահվան դեմ հանդիման կռիվ է տվել Պարքև Հակոբյան, ձեր որդին, ես ուզում եմ հասկանալ այդ օրերին փորձարվեց, օրինակ Առաքելյան ընտանիքից եւ որևէ մեկը, չգիտեմ, փորձեցին հիվանդանոց գալ, ձեզ հետ խոսել կամ ձեր տուն գալ, զրույցի ճանապարհ գտնել, հա? Ոչ։ 13 օր այստեղի ծանր վիճակով որդուս արհեստական շնչառությամբ տեղափոխել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ 13 օր բժիշկները պայքար են մղել տեղորայքով ամեն ձևով փրկեն Պարքևի կյանքը, բայց ապարդյուն։ Ու իրենցից ոչ մեկ առաջին օրը Հրաչյան եկել էր հիվանդանոց, բայց դե իհարկե մեր այդ հոգեվիճակին խնդրեցի, որ աչքից չերևա։ Դե Հրաչյան մանկության ընկերն էր Պարքևի։ Հրաչյան մանկության ընկերն էր։ Ու մանավանդ, որ հաջորդ օրն արդեն գիտեի, որ ինչ-որ վկայություններ ա տվել, չգիտի, չի ճանաչում, դե բնականաբար այդ հոգեկան վիճակի մեջ ես չէի ուզում իրեն այդտեղ տեսնել։ Այդ ոնց եղավ, դու փախար, 2 թաթալոշ տվեցի, փախար,
Ուզում եմ նաև Հրաչյան հույս ունեմ, որ կխոսի։ Ինչն է պատճառը, որ նախաքննական փուլում լռում է Հրաչյան։ Ձեր կարծիքով համոզված եմ, որ վախեցրել են Հրաչյային։ Բայց Հրաչյային ուզում եմ, չգիտեմ, եթե կլսի իր ազգականներից, մենք ամեն կերպ կփորձենք Հրաչյային օգնել, թե փաստաբանի միջոցով, մենակ թող իսկությունը պատմի, ասի ովքեր են եղել, ովքեր են դաժանաբար ծեծել իր ընկերոջը, որին ծեծելով հասցրել են մահվան։ Այսինքն իրավապահները փորձել են այս ընթացքում աշխատանք տանել Հրաչյայի հետ, դուք ունեք տեղեկություններ։ Հրաչյան այդ պահին մայրական խնամքով էր գտնվում քաղաքում, ինչքան գիտեմ, այդքանի օր մի 2-3 օր է որ մնացել, դե բնականաբար ասելա չգիտեմ ովքեր են ու իրեն արդեն դե օրը լրացել է, գնացել է Զորամաս։ Ուզում եմ հասկանալ ինչու։ Ինքը որպես զինվոր պետքա զինվորական ոստիկանությունը նաև իրազեկված լիներ, որ իրենց պատասխանատվության տակ գտնվող զինվորը այսօր ինչ որ սպանության մեջ է հայտնվել։ Անցնում է կոնկրետ գործով, ականատես վկա է կոնկրետ եղել եւ ինչքանով հասկացա իրեն էլ են ծեծել, չէ՞։ Դե իրեն էլ են ծեծել, ճիշտ է իր վրա ոչինչ չկար, ոչ մի հետք իր վրա։ Համենայն դեպս իրեն ծեծել են։ Ամեն դեպքում իր ասելով, ինքն էլ է հարվածներ ստացել։ Բայց կարային իրեն հանձնել զինվորական ոստիկանությանը, որ գոնե ինքը այստեղ անցկացներ ու ավելի ապահով ձեռքերում լիներ, որ իրեն չվախեցնեին։ Այո, վստահ եմ, որ վախեցրել են Հրաչյային։ Վախեցրել են։ Իսկ հարազատների հետ այս օրերին խոսակցություն Հրաչյայի հարազատների հետ չեք ունեցել։ Ոչ, կանե ջան։ Մի տատիկը եւ հորաքույրը եկել են հիվանդանոց, մի 5 րոպե տատիկը դե հուզված էր շատ, լացակումած ինչի համար, ես միայն ասեցի տատիկին, որ դա ձեր Հրաչյան պիտի ասի, ինչի համար եւ ովքեր են եղել, ու ես դուրս եմ եկել, թողնելով իրանց սպասասրահում նստած։ Իրավապահները հարազատների հետ էլ չեն փորձել որևէ զրույցներ ունենալ, փորձել մանրամասներ։ Տատիկի հետ ոնց որ, դե տատիկը մի օր մի բան ասել, մյուս օր մի բան, ես տենց ոչ մի հստակ տեղ։ Այսինքն կասկածում եք, որ վախենում են խոսել։ Հավանաբար վախենում են իրենց թորնիկի համար, իրենց ապագայի, բայց այստեղ մի բայց կա ցավալի, որ իմ տան երեխու նման ինքը մեծացել է մեր տանը, իմ երեխեքի հետ, իմ տղաները մի այլ կարգի նվիրված են եղել, ընդհանրապես ընկերությանը ու մանավանդ Հրաչյային, Գայանե ջան։ Բազմաթիվ ընկերներ կարող են ասել, հաստատել խոսքերս, որ պարգևի նման բարի, ազնիվ, նվիրված, անշարժ երիտասարդ չգիտեմ, Պարգևը կլռեր իր ընկերոջ բարագայում, չգիտինայի դա։ Համոզված եմ, որ չէ։ Դուք դեմ չէիք լինի, որ գիտեք, երբ Պարգև ուզում էր գալ բանակ, մենք դեմ էինք, որովհետև Վանը այդ ժամանակ ծանր վիճակում էր, Հայաստանում էր գտնվում, իսկ մենք Մոսկվայում, ու մենք իրեն չկարողացանք պահել։ Ինքն ասաց, դուք չեք կարող, ես կփախնեմ։ Ես ոնց կնայեմ իմ եղբայրների, ընկերների աչքերին, երբ իրենք պատերազմ են տեսել, այդքան տղերք ունեմ, ընկերներ զոհված, դուք ինձ չեք կարող պահել։ Ու գիտեք, այդ պատերազմի սեպտեմբերի 13-ին ինքը կիզակետում էր 3-4 օրյա պատերազմի Իշխանասարի, Ջերմուկի պատերազմի օրերին, եւ ինչքան զանգում էին, ես երկուսին էլ, ես էլ ամուսինս էլ միշտ ասում եմ չփախենակ։ Ես չէի մտածում իրենց կյանքը փրկելու, այլ ասում եմ մենք հաղթելու ենք։ Ես այդպես եմ դաստիարակել իմ որդիներին։ Մենք 13 տարի ապրել ենք Ռուսաստանի Դաշնությունում եւ 13 տարի մայիսի 9-ը մեզ համար եղել է տոն։ Հայաստանի դրոշով պապիկ ունենք, որը 45 թվի պատերազմի մասնակից էր։
գնում էինք երթի, քոչարի ենք Պարքևի հետ բարել Կարմիր հրապարակում։ Ես այդպիսի որդիներ եմ դաստիարակել։ Ու այսօր ինչ որ հերրավոր ազգական, ինչ որ խեղ կատակ, որ կարող է իրեն թույլ տա, ասի, որ Պարքևի նյարդերը տեղի չտվեցին, մի հատ նայեք։ Միթես որ Դե գիտեք այդ դանակի առկայության փաստը հաստատելու համար կա մեկ ճանապարհ։ Այսինքն առնվազն գոնե պետք է տեսաձայնագրված լինի այդ ամենը եւ տեսաձայնագրություն գոնե պետք է լինի եւ դա կարող է արդեն որպես հիմք ծառայել, բայց եթե չկա փաստ առնվազն տարօրինակ է նման պատասխանատու հայտարարություն անելը, բոլոր դեպքերում, եթե իրազեկված են, իհարկե, պետք է իրավապահ մարմինների հետ նրանք էլ համագործակցեն եւ Ես ինքս էլ պահանջում եմ, եթե այդպիսի վարկած կա, խնդրում եմ, թող գա, ինչ տա ոստիկանությունում գա հարցաքննեն, հետո ամսի 23-ից ապրիլի մինչ օրս ոչ մի տենց տեղեկություն չի եղել, որ Պարքև Հակոբյանի ձեռքը դանակ է եղել։ Այս լուրը երեկվանից է սկսել, այս 2 օրն է սկսել։ Մեքենան ձեզ է պատկանել, չէ՞։ Մեքենան իմ անձնական մեքենան է, այո։ Ձեր մեքենայի մեջ երբևէ դանակ կտրող, իմ մեքենայի երբևէ, որովհետև դրա կարիքը ոչ երբեք ես եմ ունեցել, ոչ իմ ընտանիքի որևիցե անդամ։ Մենք մարդասպան չենք, մեզ դանակ մեքենայի մեջ երբեք։ Բայց դուք նաև նշեցիք, որ կանգնած են եղել այդ Հրաչյանց պատկանող խանութի դիմացի բակում։ Այսինքն, եթե իրենք նախապատրաստված չեն գնացել Պարքև Հակոբյանը եւ նրա ընկերը Հրաչյանով, այսօր ասացիք, որ լռու մեջ է խոսում։ Ուզում եմ հասկանալ այդ դեպքում այդ դանակը որտեղից հայտնվեց եւ շրջանառության մեջ ազգականին տվյալ տվողը առնվազն պետք է ասում եմ, լինի տեսանյութ, լինի տեսաձայնագրություն կամ վարկած, եթե շեշտում եք վարկած դանակի, հարգելիներս, ուրեմն գոճու որդիները դանակով եւ բուտ գործիքներով մտադրված եկել են հաշվեհարդար տեսնելու իրենց ավակ եղբորը Գուրգեն Առաքելյանին ջրող երիտասարդի հետ։ Իրենք էլ դանակն իրենց հետ տարել են։ Միգուցե իրանց տանից էին վերցրել այդ դանակը, կամ հենց իրենց խորովածանոցի դանակներից ա եղել, ապացույց, բերեք, մեզ էլ է դա շատ հետաքրքիր։ Դե այդ ապացույցները պետք է պահանջի նախաքննական մարմինը եւ միայն նախաքննությունից հետո պարզ կդառնա, թե իրականում այդ առեղծվածային դանակը կար թե չկար, որովհետեւ հիմա այսպես ակնհայտ տեսնում ենք, որ ակտիվանում է հանրային նաև քննարկումների դաշտում այն թեզն է, հա, առաջ քաշվում, որ ինքնապաշտպանվել է Առաքելյան փաստորեն գորը, հա, Գորն ու Վալերիկ Առաքելյանները, դե նաև վարորդը, ինչու վարորդն ինչու չի խոսում, 5 օր Առաջին իսկ օրվանից Վարորդ ով է, ազգական է, ընկեր է, ով է, չգիտեք։ Չգիտեմ ով է։ Համենայն դեպս ականատեսներից մեկն է եղել։ Ու առաջինը հենց մեքենայով գտել են վարորդին, տեսախցիկներից մեքենան գտել են, պետհամարանիշով, պարզել են ով է, գնացել, 5 օր վարորդը փախած է եղել։ 6-րդ օրը փաստաբանի հետ հանձնվել է եկել, դե փաստաբանի հետ գալիս գնում էր քննիչի ասելով, երբ հարց եմ տալիս, ասում եմ լռում, այսինքն լռություն ասել ինչ եք հասկանում, ինքը չգիտի ում տարավ ու ուր տարավ, այսինքն ինքը նրանց տարել է դեպքի վայր, ծեծից հետո ինչ որ տեղ է տարել։ Երբ որ ականատեսները խոսեն եւ ճշմարտության մասին խոսեն, պատկերը ամբողջական պարզ կլինի բոլորի համար, նախ եւ առաջ իրավապահների եւ նաեւ հանրության համար առավել հասանելի կլինի պատկերը եւ հասկանալի կլինի։ Տիկին Այդա, իսկ օրինակ հետաքրվել եք այս ընթացքում այդ միջադեպի ժամանակ այդ ծեծկռտուքի ժամանակ չեն եղել շրջապատում էլի մարդիկ, ովքեր փորձել են միգուցե միջամտեն կամ օգնեն, որպեսզի բանը չհասներ նրան, որ ահա այսպիսի ավարտ։ Տեղեկության չեմ տիրապետում, չգիտեմ, իրեն տանող, հիվանդանոց տանող տղամարդիկ կան, հարևաններ, չեմ կարող, այդպիսի տեղեկություն չունեմ Գայանե ջան, չեմ կարող ոչ մի բան։
Իսկ մինչ այս պահը այս միջադեպի հետ կապված դեռ շարունակում եք էլի այսպես տեղեկություններ ստանալ կամ առհասարակ այդ օրը տեղի ունեցածի հետ կապված էլի ինֆորմացիաներ հասնում են ձեզ, հա? Չէ։ Այս պահին չէ։ Չէ, չունենք այս պահին որևէ ինֆորմացիա, երբ քննիչին հարցնում ենք ինչ կա, ասում է ունենք, բավականին ապացույցներ ունենք, բավականին մարդիկ կա, որոնք չգիտեմ, խիղճ նախնած է պարգևի մահից հետո, թե ինչ որ գալիս են ցուցմունք են տալիս, բայց դե ասեց չակերտներ ձեզ չեն կարող բացել։ Հիմա մենք Այսինքն դուք հիմա պահանջում եք, որ իրական դերակատարները կանգնեն պատասխանատվության եւ արդարադատության առաջ, հա, եւ նշում եք, որ միայն Գոր Արաքելյանը չէ, որ պետք է միայն Գոր Արաքելյանը չէ, ոչ։ Սկսած մեծ որդուց, Գուրգենից, Վալերիկ եւ Գոր Արաքելյաններ։ Պետք է պատասխանատվություն կրեք։ Հույս ունեմ, որ արդարությունը անպայման կլինի եւ պատիժը կկրեն, որովհետեւ իմ որդուց ոչինչով իրենք չեն տարբերվում։ Ինչով են լավը իրենք։ Ինչով։ Ինչ են արել այս երկրի համար, այս քաղաքի համար։ Ոչ մի լավ բան։ Այսօր կփորձեն ինչ որ մարդիկ, կփորձեմ հասկանալ երևի այդ մարդկանց, բայց խորհուրդ կտամ ավելի լավը լռեն։ Ավելի լավը լռեն։ Եվ պնդում եք, որ նրանք տարատեսակ պատմությունների կիզակետում մշտապես հայտնվել են, անցել են տարբեր պատմություններով։ Բոլորն էլ գիտեն, այո, եղել են դանակահարության դեպքեր, կրակոցներ, որ հենց Գուրգեն Արաքելյանը վիրավորում է ստացել 6 փամփուշտից մեկը կպել է ու փրկվել է։ Դանակահարվել են իրենք էլ, երիտասարդ կա, որի էլի գլուխը կոտրել են ու որը գլուխը պլաստմասի մեջ է, քիթ են կոտրել, նմանատիպ խուլիգանական հանցանքների մեջ իրենք միշտ ակտիվ են եղել։ Ու մեր իրավապահ մարմինները, ոստիկանները շատ լավ գիտեն, թե ով են իրենք։ Ու այսօր կապել ինչ որ անմեղ Պարգև Հակոբյանին չգիտեմ, նյարդերը տեղիք տվեց, ինչ-որ սենց, չգիտեմ, դանակով հարցակվել։ Բայց դուք ներկայացնում եք, որ իրենք փաստորեն միամիտ կանգնած են եղել խանութի բակում, այսինքն տատիկն է, չէ՞ պատմել վկայի տատիկը Հրաչյայի։ Այսինքն միամիտ կանգնած են եղել ու եկել են մեքենայով։ Հարցրել են ով է մեքենայի տերը, որդիս ասել է ես եւ այդտեղից ամեն ինչ սկսվել է։ Ոչ մի ուրիշ խոսակցություն։ Նախապես չեն պայմանավորվել, նախապես չեն գնացել։ Որդիներս այնքան լավ եղբայրներ են, որ իրենց ամեն մի քայլը միշտ իրազեկել են մեկը միանշանակ։ Միանշանակ եղբայր, ընկերներ, հաստատ մեկն ու մեկին կզանգեր, նամանավանդ իմանալով, որ ում հետ գործ ունեն։ Որ մենք ինչ որ խոսակցության մեջ եմ ընկել տղերք։ Ամենակ չէին գնա։ Դե տղայական խոսակցություններ են բնականաբար, բայց ոչ մի այդպիսի բան, ոչ մի տեղեկություն այդպիսի չկա, ոչ, իրենք կանգնած են եղել, նրանք եկել հարցրել են ով է մեքենայի տերը, տղաս ասել է ես, եւ սկսել են դաժանաբար ծեծել։ Տիկին Այդա, իսկ այս օրերին փորձել են Արաքելյան ընտանիքից չասեմ, բայց նրանց թեկուզ այլ հարազատներից մարդիկ ձեզ հանդիպեն, խոսեն կամ որևէ բացատրություն տարուբար եղել ոչ։ Միայն երեկվանից է, որ այդ ինչ որ հեռավոր ազգական այդ տեսանյութը, որը ծիծաղելի է ու աբսուրդ, լկտի սուտ, ոչ մի բանով չի համապատասխանում իրականության։ 13 օր կոմայի մեջ նստած խանութում կանայք սուրճի սեղանի շուրջ երևի քննարկում էին կամ չգիտեմ միգուցե աղոթում էին Պարգևիս համար, որ Պարգևիս կյանքը փրկվեր, որ իր որդիները հանկարծ ինչ-որ սպանության մեղադրանքով չգնան բերթերում նստեն։ Իրենք ակտիվ իրենց կյանքով ապրում էին, Գայանե ջան, ինչ խղճի մասին է խոսքը։ Նման տեսակի մարդիկ ես չգիտեմ խիղճ ունեն, ոնց կարելի է սուտ տեղեկություններ անել, ասենք, չեմ կարող։ Եթե փորձենք ամփոփել շատ կարճ իրավապահների կողմից իրականացվող աշխատանքների առումով, հա, այս պահին գոհ եք նրանց կատարած աշխատանքից։
Այստեղի իրավապահների 13 օրվա աշխատանքից ոչ Չէ, դրանից հետո նկատի ունեմ։ Այս պահին տենց տեղեկություն չունեմ, բայց քննիչի ասելով, որ իրոք աշխատում ենք, արդար լուծում պիտի լինի, արդար դատավարություն, բայց միևնույնն է պնդելու եմ։ Տեսնում եք ինչ-որ օպերատիվություն, սրտացավություն։ Դեռ ոչինչ չեմ տեսնում, բայց պնդում եմ ու պնդելու եմ դատախազությանը, խնդրելու եմ ու խնդրում եմ որպես մայր, որը որդի ա կորցրել ու անմեղ որդի ա կորցրել։ Եթե իմանամ պարգևը ինչ-որ խուլիգաներ, ինչ-որ հանցավոր անցյալ։ Այսինքն դուք Տիկին Այդա բացառում եք եւս մեկ անգամ բացառում եք, որ անհնար է, որ օրինակ Երևան գա այնպիսի տեսանյութ, հասանելի դառնա հա իրավապահներին այնպիսի մի տեսանյութ, որտեղ ակնհայտ պարզ երևա, որ պարգևի ձեռքին եղել է դանակ, բացառված է դա։ Բացառվում է, այո։ Պարգևին ճանաչող բոլորը կարող են միաբերան ասել։ Քաղաքում հարցրեք, որ երբեք պարգևը ոչ մեկին չի վիրավորել, չի նեղացրել, երբեք դանակով չի պտտվել քաղաքում։ Դե միգուցե վաղն էլ հանեն ասեն, չգիտեմ, նռնակ ա եղել գրպանում, զենք ա եղել մեքենայի մեջ, ինչ իմանամ, ինչ ասես, այս պահին կհանեն, բայց ասեմ, հույս ունեմ, որ արդարությունը կլինի։ Դուք պայքարելու եք միջև։ Չեմ ուզի, որ ինձ դարձնեն այդ ֆիլմերում են առյուծ մոր, որ իր կորյունի համար պատրաստ է հոշոտել շատերին։ Ես կդառնամ այդ առյուծը գանե, որովհետև իմ անմեղ որդուն կեղտոտող, անունը կեղտոտող, պղծող տականքները այս քաղաքում ապրելու իրավունք չունեն։ Ես դա կանեմ, ես կդառնամ այդ առյուծ մայրը։ Համբերություն եմ ձեզ մաղթում Տիկին Այդա եւ հուսանք, որ իրավապահները արդար եւ օբյեկտիվ կգտնվեն կոնկրետ այս գործի հետ կապված։ Շնորհակալ եմ ձեզ, որ համաձայնեցիք մեզ հետ զրուցել եւ պատասխանել այն հարցերին, որոնք շնորհակալ Գայանե ջան, մենակ վերջում մի բան եմ խնդրում ձեր միջոցով հասանելի դարձնել եւ մնացած բոլոր լրատվականներին։ Խնդրում եմ ուղղակի, որպես մայր, որդի կորցրած մայր, որդուս անունը, նկարը ոչ մի կերպ չկապել Վաղարշապատի քաղաքապետ Տիկին Գասպարյանի հրաժարականի հետ։ Ուղղակի խնդրում եմ։ Դիտի պահեր քաղաքապետի հրաժարական, որդուս լուսանկարով, չգիտեմ դուք աթոռ եք կորցնում, բայց չի կարելի։